Հիմնադիր խորհրդարանի ավտոերթն այսօր ուղևորվել էր Շիրակի մարզ։ Մինչ ավտոերթի մասնակիցներն իրազեկումներով մարզի տարբեր համայնքներում էին, Գյումրիում նկատվում էր ոստիկանական ուժերի ակտիվացում, հատկապես Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի դիմաց։ Ավելի ուշ գալան ստացավ ահազանգ այն մասին, որ քաղաքի մուտքի մոտ իրավիճակը լարված է։ Հավաքված մի խումբ երիտասարդներ հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դիմավորող գյումրեցիներին սպառնացել էին եւ խլել նրանց մոտ եղած դրոշակները։ Ավելի ուշ նրանք սկսեցին խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը, մասնավորապես նշելով, թե չեն թույլատրելու տարածքում նկարահանումներ կատարել։ Ստացանք տեղեկություններ, որ այդ խմբերն ուղղորդվում են Շիրակի մարզային ոստիկանության կողմից։ Այս տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ, ով չպատասխանեց հեռախոսազանգերին։ Գալան կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։ Նրան փոխանցեցինք այդ տեղեկատվությունը, ինչից հետո քաղաքի մուտքի մոտ հավաքված խմբերն ինչ-որ հեռախոսազանգեր ստանալուց հետո նստեցին մեքենաներն ու հեռացան։ Այնուամենայնիվ հիմնադիր խորհրդարանը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարեց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը, տեղեկություն ունեն, որ Գյումրիում իշխանությունների կողմից ծուղակ կա լարված։ Իրենք փորձում են ստեղծել մի իրավիճակ եւ ցույց տալ, որ մենք եկել ենք քաղաք Գյումրի հակառուսական տրամադրությունները բորբոքելու, որ մենք նպատակ ունենք հարձակվելու հյուպատոսարանի վրա եւ այլն եւ այլն։ Փորձում է փաստորեն ռեժիմը սրանով ցույց տալ, որ մենք խժդժություններ ենք ուզում հրահարել Գյումրիում, որտեղ զգայուն կետ է եւ առհասարակ Հայաստանում։ Ահավասիկ մենք ականատես եղանք եւս մի փաստի, որ ինքը ռեժիմն է հենց փորձում ցնցումներ հրահարել երկրում, որպեսզի ինչ որ կերպ թեկուզ քաոս ստեղծելով կարողանա երկարաձգել իր գոյությունը ինչ որ կարճ ժամանակահատվածով։ Ակնհայտ է, որ իր ռեժիմի բոլոր ճղճիմ քայլերը շատ արագ բացահայտվում են, նաև իր ծառաների անգրագիտության եւ ապաշնորհության պատճառով, եւ ես ամենայն հաստատակամությամբ կարող եմ հաստատել, որ այսուհետ եւս իրենց սադրանքները իրականություն չեն դառնալու, իրենք միշտ ուժած են դուրս գալու իրենց լարած թակարդներից։ Հանցագործության կատարման ակնհայտ սպառնալիք կա, հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։ Միաժամանակ ոստիկանությունը երաշխիքներ չի տալիս, որ միջադեպեր քաղաքում տեղի չեն ունենա։ Ուստի քաղաք մտնելը նպատակահարմար չեն համարում եւ համոզված են, որ սա գյումրեցիների կողմից կընկալվի ինչպես հարկն է։ Գյումրեցիները գրագետ եւ խոհեմ ժողովուրդ են։ Նրանք հասկանում են, որ այս պահին մենք ժամանակից շուտ պետք է հնարավորություն չտանք ռեժիմին մեր նկատմամբ բռնություն կիրառելու եւ շարժումը ջլատելու համար, այդ պատճառով մենք իրենք էլ են հասկանում, որ ամենապայքարող քաղաքներից մեկն է Գյումրին, երևի թե ամենապայքարողը, ինչպես նաև ցույց տվեց տաքսիստների հետ կապված ակցիան գյումրեցիների եւ հասկանալի է, որ մեր հեղափոխական քաղաքը ամեն ինչ պարզ է իր համար, մեր գյումրեցիների համար եւ իրենք հասկանում են, որ ժամանակից շուտ մարտի մեջ մտնել չի կարելի եւ մենք այդ հաջողքը չենք պատճառելու ռեժիմին։ Ավելի ուշ, երբ արդեն հիմնադիր խորհրդարանի ավտոերթը պատրաստվում էր հետ ընթանալ մայրաքաղաք, տարածք այցելեց Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը ու նշեց, թե ճանապարհային ոստիկանության մեքենաները պատրաստ են ուղեկցել ավտոերթը դեպի Գյումրի, սակայն անվտանգության երաշխիքներ ոստիկանության պաշտոնյան չտվեց։ Ձեզ կուղեկցի մեր ճանապարհային ոստիկանության մեքենան։ Քանի մեքենա է պետք ձեզ։ Երկուս, մեկը առաջից, մեկը հետևից կուղեկցի։ Մեզ անհրաժեշտ է ոստիկանական կարգա խումբ, ոչ թե գայի։ Մենք գային դուք որոշեք իհարկե, մենք չենք կարող ձեզ ասել, բայց գային չի կարող անվտանգություն ապահովել։ Նա ընդամենը կարող է ճանապարհ ցույց տալ։ Ես ինքս ես ձեզ հետ եմ, եթե դուք ձեր ծրագրով ինձ կասեք ձեր ծրագիրը, որ շարժվեք դուրս գա քաղաքից գնաք, մենք պատրաստ ենք ձեզ ուղեկցելու։ Լավ։ Դուք երաշխիք եք տալիս, պարոն։ Ես ասում եմ կուղեկցեն իրենց։ Այսինքն երաշխիք չեք տալիս։ Երաշխիք ես ասեմ, ես հեսա կանգնած եմ քարակարագնի գլխիս էլի երաշխիք չի։ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատանում լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում են առաջիկայում հանրահավաք կազմակերպել Գյումրիում։ Նրա խոսքերով այսօր դեպի Գյումրի ավտոերթը կասեցնում են, քանի որ ինչ-ինչ տեղեկություններ ունեն։ Կրիմինալ խմբերը հեռացել են քաղաքի մուտքի մոտից, սակայն Գյումրիում իշխանությունները ծուղակ են լարել հիմնադիր խորհրդարանի անդամների համար։ Մենք այսօր չենք սկսել մի գործընթաց կոնկրետ ժողովրդի գամքի բարդացման գործընթաց, որի արդյունքում պետք է ռեժիմը հեռանա։ Դա սկսվելու է 24-ին։ Կուզեմ ասել, մինչև 24-ը հակառակորդը բարբերաբար փորձելու է մեզ ներքաշել պրովոկացիաների մեջ, եւ դրա արդյունքում
նա փորձի, այսպես ասած, կանխել մեր կողմից պատրաստվող ժողովրդային իմպոստությունը, ժողովրդային այսպես ասած ցասումը։ Ըստ Սեֆիլյանի այս անգամ ռեժիմը գործել է ոչ միայն ոստիկանների, այլ քրեական հեղինակությունների միջոցով։ Պետություն կոչեցյալ համագարկը ամբողջությամբ շաղախված է կրիմինալի հետ։ Նույնիսկ դուք վստահ եմ, որ հավանաբար տեղյակ եք նաև ինչպիսի հեղինակություններ են, կրիմինալ հեղինակություններ են խառնվել այս ամբողջին։ Մենք գոկնենք նաև մամուլին, թե ովքեր են առաջիկա ժամերին